Վառելիքի լիցքավորման մի քանի րոպեն կարող է վճռական լինել։ Բենզալցակայաններն ու գազալցակայանները համարվում են բարձր ռիսկայնության օբյեկտներ, բայց որքան են պահպանվում անվտանգության կանոնները, ովքեր են վերահսկում, ինչ հետևանքներ են լինում խախտումների դեպքում, եւ ամենակարևորը հնարավոր է կանխել պայթյունները, որոնք պարբերաբար կրկնվում են նոր վերնագրերով։ Ոլորտի մասնագետները դժգոհ են, ասում են, դեպքերը կրկնվում են, վերահսկողություն ըստ էության չկա։ Ցավոք սրտի ամեն դեպքից հետո բարձրանում է աղմուկ, բայց աղմուկից անմիջապես հետո շուկայում պատկերը չի փոխվում։ Բոլորը պողավորներ են փնտրում առանց գիտակցելու մի բան, որ այստեղ պարզապես իրողական մոտեցումներով հնարավոր չէ հարցը լուծում տալ։ Գեղարքունիքի մարզի լցակայաններից մեկում օրեր առաջ նույն լցակայանում երկրորդ պայթյունը եղավ։ Սակայն տեսչական մարմինը վստահեցնում է, որ իրենք կասեցնում են բոլոր վտանգավոր օբյեկտների գործունեությունը, թեպետ պնդում են, որ վերահսկողությունն ուժեղացված է, դեպքերի վիճակագրությունը շարունակում է մտահոգիչ մնալ։ Ըստ պաշտոնական տվյալների վերջին 1.5 տարվա ընթացքում ստուգվել է շուրջ 252 գազալցակայան եւ բենզալցակայան, որոնցից միայն 69 են վերագործարկվել խնդիրները վերացնելուց հետո։ Այս ընթացքում արդեն իսկ ունենք համայնքների հետ համատեղ աշխատանքի ու նաեւ հարկադիր ապահովող ծառայության հետ աշխատանքի արդյունքում քանդված 65 գազա-բենզալցակայան կամ նավթամթերքի պահեստարան։ Ոչ բոլոր խախտումներն են տեխնիկապես շտկելի։ Օրինակ, եթե պահեստարանները արդեն կառուցվել են վերգետնյա եւ տնտեսվարողը ի վիճակի չէ դրանք ստորգետնյա դարձնել, այս դեպքում արդեն որոշում են լցակայաններն ապամոնտաժել։ Փորձագետները սակայն պնդում են, այժմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները հեռու են խնդրի իրական լուծումից։ Ընդհանրապես փոքր քայլեր են մեծ խնդրի կողքին։ Հարկավոր է, որ պատկան կառույցները ոչ թե պարզապես խոսեն, առանց պրոֆեսիոնալ մոտեցումների լուծումներ փնտրեն, այլ խորքային հասկանան խնդիրը։ Մասնագետներին նաև անհանգստացնում է գազաբալոնների ստուգաչափման հարցը։ Այստեղ մեխանիզմի ակնհայտ խնդիրներ են տեսնում։ Այնպիսի մեխանիզմներ ներդրեցին, որ բոլորի համար պարզ դարձավ, որ մենք ունենալու ենք ոչ թե ստուգաչափում, այլ ունենալու ենք թղթի վաճառք ստուգաչափում, այսինքն իրականում բալոններ առանց ստուգվելու ունենալու են այդ թղթի կտորը իբրև թե ստուգված է։ Փորձագետները նշում են, քանի դեռ չկա համապատասխան գնահատական հասկանալու, թե որ դեպքերն են եղել գազաբալոնի ու որ դեպքերը գազալցակայանի մեղավորությամբ չի կարելի տալ ընդհանուր գնահատական, սակայն մի բան ակնհայտ է, պայթյունները չեն սկսվում հանկարծակի։ Լիցքավորումից առաջ, օրինակ, քանի վարորդի են հարցնում, ուր է գազաբալոնի շահագործման թույլտվությունը։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։